Շնորհակալ եմ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքի, Վարդենիս խոշորացված համայնքի, Մարտունի խոշորացված համայնքի, Գավառ խոշորացված համայնքի, Սևան խոշորացված համայնքի, սիրելի բնակիչներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորին։ Եվ այսօր էլ իմ ելույթը կսկսեմ Սաղմոսով։ Սաղմոս համար 3 Առավոտյան աղոթք օգնության համար։ Սաղմոս Դավթի, երբ նա փախել էր իր որդու Աբիսողոմի երեսից։ Տեր, ինչու բազմացան ինձ հալածողները, և շատերը ելան իմ դեմ։ Շատերն էին ամսում իմ մասին, սա փրկություն չունի իր Աստծուց, բայց դու Տեր, իմ օգնականն ես, իմ փառքը և գլուխս բարձր պահողը։ Իմ ձայնով ես Տիրոջը դիմեցի, և նա լսեց ինձ իր սուրբ լեռան վրայից։ Ես ննջեցի և քուն մտա, զարթնեցի, և Տերն իմ ապավենն է։ Չեմ սոսկա ես նրանց բյուրավոր զորքերից, որոնք ամեն կողմից պատել ու պաշարել էին ինձ։ Արի Տեր, փրկիր ինձ, Աստված իմ, քանզի կործանեցիր բոլորին, ովքեր իզուր թշնամացել էին ինձ հետ։ Դու մեղավորների ատամները կփշրես, Տիրոջից է փրկությունը, քո օրհնությունը ժողովրդիդ վրա թող լինի։ Շնորհակալ եմ։ Ժողովուրդ, երեք վանից ես Գեղարքունիքի մարզում 16-17 ելույթ եմ ունեցել, անդրադարձել եմ բոլոր հնարավոր հարցերին, բոլոր հնարավոր դիտանկյուններից։ Բայց ես այսօր ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որի լուծումը իմ կարծիքով կապ ունի Գեղարքունիքի մարզի հետ։ Ես հաճախ մտածում եմ, թե որն է ի վերջո Հայաստանի երրորդ հանրապետության սիմվոլը։ Տարբեր երկրներ ընդհանրապես ունենում են սիմվոլներ, որոնք սովորաբար հիմնականում նկատի ունենալով և ուզում են ցույց տալ իրենց նվաճումները։ Ես նկատի ունեմ մեգա կառույցներ, մեծ կառույցներ, ճարտարապետական, ինժեներական գլուխգործոցներ։ Իհարկե այսօր Հայաստանում կան կառույցներ, որոնք կարող են լինել Հայաստանի սիմվոլը։ Մարզահամերգային համալիրը շատ ուժեղ սիմվոլ է, բայց այն կառուցված է Հայաստանի անկախությունից առաջ։ Այդպիսին էլ նաև օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը էլի կառույցներ։ Իհարկե այսօր Հայաստանում մենք արդեն ունենք կառույցներ, որոնք իրենք մասշտաբով նախագծեր, որոնք իրենց մասշտաբով շատ մեծ են։ Օրինակ հյուսիս-հարավ ավտոճանապարհի Աշտարակ Գյումրի հատվածը, որը մեգա կառույց է, 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագիրը, որը ամբողջությամբ իհարկե մեգա նախագիծ է։ Բայց այդ նախագծերի մեջ չկա այն պատկերը, այն իլյուստրացիան, որը կարող է լինել Հայաստանի, անկախ Հայաստանի, մեր անկախության ու պետականության սիմվոլը։ Ես այս գաղափարը դեռ մի տարի առաջ եմ քաշել և նույնիսկ կառավարությունում մեր շատ գործընկերներ այնքան էլ ոգևորված չեն այդ մտքով։ Բայց ուզում եմ հատկապես Գեղարքունիքի մարզում, հատկապես Գավառում, երեք այս մասին շողակաթ բնակավայրում եմ մի փոքր խոսել, մի գաղափար առաջարկել, որը ես չեմ պնդում, բայց ուզում եմ, որ դուք էլ մտածեք և ինձ էլ շատ հետաքրքիր կլինի ձեր վերաբերմունքը։ Ես կարծում եմ, որ մենք պետք է մտածենք կամ առաջարկում եմ, դուք էլ մտածեք, որ Նորատուսից դեպի Արտանիշի թերակղզի մի կամուրջ գլուխգործոց կառուցենք, որը կլինի
Հայաստանի անկախության, պետականության, զարգացման, ինժեներական, շինարարական եւ ընդհանրապես մտքի խորհրդանիշը։ Դա պետք է իմ պատկերացման լինի մի մեծ սիմվոլ, որը կերևա երկնքից, որը կերևա հյուսիսից, որը կերևա հարավից, արևելքից եւ արևմուտքից, որը կերևա ցերեկը, որը կերևա գիշերը եւ կխորհրդանշի Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը, զարգացումը, բարեկեցությունը եւ ինժեներական, ճարտարապետական, շինարարական եւ ընդհանրապես ստեղծագործական գլուխգործոց կլինի։ Ես խնդրում եմ Գեղարքունիքի մեր սիրելի բնակիչներ, մտածեք այդ մասին, սա շատ մեծ նախագիծ է, եթե դուք նույնիսկ այսօր ասեք այո, դա 1-2 տարվա ընթացքում չի լինի իրականացնել, այնտեղ 6 կիլոմետր երկարությամբ կամուրջ է հարկավոր կառուցել, հարկավոր է բնապահպանական եւ այլ հարցեր լուծել, բայց ես կարծում եմ, որ լավագույն տեղը, որտեղ Հայաստանը աշխարհին ճանաչել է լինի մի ճարտարապետական հոյակերտ կառույցով, այդ Սևանան լիճն է եւ մասնավորապես Նորատուսի եւ Արտանիշի թերակղզու հատվածը, որտեղ փոքր Սևանը միանում է մեծ Սևանին։ Ես ձեզ շատ խնդրում եմ, եկեք մտածենք այս մասին, եկեք մտածենք այս մասին։ Այս երկու օրերին շատ հուզիչ պատմություններ տեսան։ Այսօր ես մեր ուրախ ավտոբուսի ժողովրդին ասում եմ, ժողովուրդ, բայց քարոզարշավը ավարտվեց։ Մենք ոնց ենք ապրելու առանց օրը 7-8 անգամ քեֆ անելու, բակյանքը, որովհետև մենք այսօր էլ 7-8 տեղ հյուրասիրության ենք արժանացել եւ ես նախապես եմ հայտարարել, ես ասել եմ եւ Հայաստանում մարդու առաջ հաց դնելը նրան մատուցվող ամենամեծ պատիվն է եւ ասել եմ եւ չեմ հրաժարվել դրանից, բացառված է որ որևէ տեղ մեզ համար աղ ու հաց դնեն, մենք ինչքան է շտապելիս լինենք մի րոպեով չմտնենք եւ այդ պատվին պատվով չարձագանքենք։ Եվ ես ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել հյուրասիրության համար, իսկապես ջերմության համար, իսկապես Գեղարքունիքը շատ տաք, շատ ջեր, շատ շոգ մարզ է եւ շնորհակալ եմ դրա համար։ Բայց այս ընթացքում մի քանի անգամ շատ հուզիչ պատմություններ են եղել։ Նորատուսում մի դրվագ եղավ, որը ես դեռ երկար չեմ մոռանա։ Գիտեք, որ հավաքների ընթացքում ես Հայաստանի Հանրապետության քարտեզների չեմ նվիրում մարդկանց եւ Նորատուսում, երբ որ մի տղամարդու մոտեցա 40-45 տարեկան տղամարդ էր։ Ես քարտեզը առաջարկեցի նրան, նվիրեցի, ինքը վերցրեց, ասեց շնորհակալություն, բայց սրա իրականից արդեն ինձ նվիրել ես, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունը։ Սա շատ հուզիչ պատմություն է եւ ցույց է տալիս, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը, իրական Հայաստանի գաղափարը լայնորեն ընկալվել է մեր ժողովրդի կողմից եւ մենք այսօր այո արձանագրում ենք, որ հայ ժողովուրդը հազարամյա դեգերումներից հետո, հազարամյա պանդխտությունից եւ գաղթականությունից հետո հասել է իր երազած հայրենիքին, հասել է իր ավետյաց երկրին, հասել է Հայաստանի Հանրապետություն։ Մենք Հայաստանի Հանրապետության ժողովուրդը մենք տանն ենք եւ Հայաստանի Հանրապետությունը հարատև մեր տունն է լինելու, որը մենք սերնդեսերունդ փոխանցելու ենք եւ Հայաստանի Հանրապետությունը, հայոց պետականությունը պետք է գոյություն ունենա հավիտյան եւ ես այսօր այս քարոզարշավի ընթացքում ոչ միայն հավատում եմ, որ այդպես էլ կլինի, ես տեսնում եմ, որ այդպես էլ կլինի, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը պետությունը այլևս տեր ունի, Հայաստանի Հանրապետությունը այլևս
տեր ունի եւ այդ տերը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը եւ շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ դրա համար, որովհետեւ սա մի պատմական հանգրվան է, սա մի պատմական անցում է, մենք ավարտել ենք, մենք ավարտում ենք մեր անապատի 40 տարին եւ ահա մենք հասել ենք մեր ավետյաց երկիր, մեր Հայաստանի Հանրապետություն։ Ես այսօր մի ուրիշ զարմանալի պատմություն եմ իմացա։ Մարտունու թիվ 2 դպրոցում պարզում է մի այսպիսի բան է տեղի ունեցել։ Դպրոցի նորոգման համար մարզադահլիճի հատակը քանդել են եւ հատակի տակ հայտնաբերել են 1998 թվականի նախագահական ընտրություններում Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկած քվեաթերթիկներ։ Ես չգիտեմ ձեզնից ով գիտի այս պատմությունը, ես առաջին անգամ եմ լսում։ Ես չգիտեմ արդյոք իրավապահները զբաղվում են կամ զբաղվել են այս հարցով, բայց սա իսկապես շատ կարևոր պատմություն է։ Բայց եկեք վերադառնանք ժողովուրդ ջան եւ տեսնենք ովքեր են նրանք, որ ժողովրդի ձայնը շարունակաբար եղծել են։ Այդ նույն մարդիկ են, ովքեր այսօր հանդես են գալիս պատերազմի եռակլուղ կուսակցության ներքո։ Այդ նույն մարդիկ են ուժեղ Հայաստանը, որտեղ հավաքված են Սերժ Սարգսյանի երբեմնի մանկլավիկները եւ նրա քաղաքական հոգեզավակները, որ ձեր քվեաթերթիկները լցնում էին Սևանա լիճը եւ պահում էին դպրոցի հատակների տակ։ Այդ նույն մարդիկ են Ռոբերտ Քոչարյանը եւ Դաշնակցությունը, որ ձեր ձայները կեղծում էին, լցնում էին Սևանա լիճը եւ թաքցնում էին, թաղում էին հողի մեջ։ Այդ նույն մարդիկ էին Գագիկ Ծառուկյանը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որը իր ցուցակը լցրել են գործակալներով, այդ նույն մարդիկ էին, որ կեղծում էին ձեր ձայնը, գողանում էին ձեր ձայնը, գողանում ձեր իշխանությունը ձեզ թալանելու համար։ Եվ ահա կարծում եմ եկել է ժամը նրանց հատուցման, որովհետև մի հետաքրքիր ձևակերպում եմ ուզում ձեզ բերել 67-րդ Սաղմոսից։ Հետաքրքիր է ընդհանրապես Սաղմոսում այս ձևակերպումը ինչպես պետք է հայտնվեր։ 67-րդ Սաղմոսում այսպիսի տող կա. թող արհամարվեն նրանք, ովքեր ընտրվել են արծաթով, թող արհամարվեն նրանք, ովքեր ընտրվել են արծաթով, եւ ահա եկել է ժամանակը, որպեսզի արծաթով ընտրվածները եւ ընտրության համար արծաթ առաջարկողները արհամարվեն վերջնականապես եւ անշրջենիորեն։ Հայաստանի Հանրապետության ժողովրդի ձայնը չի կարող այլևս գնվել, նրանք ձեր ձայնը չեն ուզում, նրանք ուզում են արծաթով խլել ձեր իշխանությունը, ձեր թալանը, որը մենք ընդհատեցինք եւ մենք նրանց թալանչի ձեռքերը ջարդեցինք 2018 թվականի ոչ բռնի Թավշյա հեղափոխությամբ։ Ահա նրանք ուզում են խլել ձեր իշխանությունը, նրանք ուզում են խլել մեր երկիրը, նրանք ուզում են Հայաստանը, որ ծայրագավառից վերեացվել խաղաղության խաչմերուկի, որ ծայրագավառից վերեացվում աշխարհի կենտրոնի, նրանք ուզում են կրկին Հայաստանը վերածել ծայրագավառի, նրանք ուզում են կրկին Հայաստանը վերածել ֆորպոստի, նրանք ուզում են կրկին քաղաքացուն դարձնել հպատակ եւ իրենց դարձնել տեր ժողովրդի վրա։ 2018 թվականից եւ այլևս ընդմիշտ
այլևս իշխանությունը տեր չէ, ժողովուրդը ծառա։ 2018 թվականից եւ այլևս ընդմիշտ ժողովուրդը տեր է եւ իշխանությունն է ծառա եւ 2018 թվականից ձեզ ծառայում է իշխանությունը, ծառայում է ամնացորդ Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Եվ ովքեր անցել են Գավառից, Հացառատ թաղամասով, Գանձակ, Սարուխան եւ հետագա ճանապարհով կտեսնեն դա։ Նրանք ովքեր հիշում են, թե ինչ վիճակ էր Երևանից Գավառ եկող ճանապարհին 2018 թվականին կհաստատեն դա։ Նրանք ովքեր հիշում են, թե ինչ դպրոցներում էին սովորում եւ այսօր էլ դեռ բազմաթիվ դպրոցներում սովորում են մեր աշակերտները, կհաստատեն դա, բայց այսօր մենք մեզ համար չէ, մեր երեխաների համար ենք դղյակներ կառուցում, մենք մեր երեխաների համար ենք դղյակներ կառուցում, մենք մեծահասակների համար առողջապահական կենտրոններ ենք կառուցում, մենք ճանապարհներ ենք կառուցում, մենք մշակույթի տներ ենք կառուցում, մենք տներ ենք կառուցում սահմանամերձ գյուղերում եւ այսօր Հայաստանում բնակարանաշինության ծավալները գերազանցում են արդեն խորհրդային միության ծավալներին եւ առաջիկայում Գեղարքունիքի մարզում, ամբողջ Հայաստանում կապիտալ շինարարության ծավալները մեծանալու են ավելի, կրկնապատկվելու են, որովհետև Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հասել է իր տուն, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը գտնվում է իր տանը եւ սկսել է գիտակցել այդ փաստը եւ սկսել է կառուցել ամեն քառակուսի մետրը եւ մեր տունը Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի բարեկեցիկ, ազատ, երջանիկ, Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է այսօր եւ Հայաստանի Հանրապետությունը այսօր ծաղկում է ձեր աշխատանքի շնորհիվ, ձեր վճարած հարկերի շնորհիվ, ձեր պահանջած եւ հստացած հսկիչ դրամարկային կտրոնների շնորհիվ եւ պատերազմի եռագլուխ կուսակցությունը այլևս չի կարող եւ մեր ժողովուրդը նրան թույլ չի տա իր տունը խլել իրենից, դուք թույլ չեք տա ձեր տունը խլել ձեզանից, որովհետև ժողովուրդը տեր է իր պետությանը, Հայաստանի Հանրապետությանը եւ ես շնորհակալ եմ դրա համար բոլորիդ, սիրելի ժողովուրդ։ Եվ այնուամենայնիվ մենք խոսում ենք բանակի մասին, մենք խոսում ենք եռագլուխներից դեպի եռագլուխների գրպաններից դեպի ժողովրդի գրպանները ուղղված միլիարդավոր դոլարների մասին, որը արտահայտվում է թոշակների եւ աշխատավարձերի տեսքով, որը արտահայտվում է առողջության համընդհանուր ապահովագրության տեսքով, որը արտահայտվում է բանակում աշխատավարձերի եւ սպառազինության տեսքով, որը արտահայտվում է նոր որակի կրթական համակարգ ստեղծելու եւ նոր որակի տնտեսություն ունենալու տեսքով 170 միլիարդ դրամ մենք թալաջիներից խլել եւ ուղղել ենք ռազմարդյունաբերական համալիր եւ այսօր Հայաստանի Հանրապետությունը ունի ռազմարդյունաբերական համալիր, որը մտնում է զենքի միջազգային շուկա, բայց ես էլի ուզում եմ կրկնել, բանակը եւ սպառազինությունը, այն միլիարդների զենքը, որ դուք տեսաք, մենք չենք պատրաստում եւ զարգացնում պատերազմի համար, մենք դա անում ենք խաղաղության համար, որովհետեւ պաշտպանունակ եւ ուժեղ բանակ չունեցող պետությունը կարող է
գայթակղիչ եւ գայթակղություն լինել ագրեսիայի համար։ Մենք նման վիճակում չենք հայտնվի այլևս, ընդ որում մենք սովորել ենք մեր պատմության դասերը, երբ այսպես կոչված երաշխավորները մեր գլխի տակ փափուկ բարձ են դնում եւ մյուս կողմից քաջալերում են ուրիշներին, որ հարցակվեն մեր վրա եւ խոցելիությունները մեր իցույց դնեն։ Նրանք դա անում են, որպեսզի մենք հրաժարվենք մեր պետությունից եւ մեր անկախությունից, բայց մենք չենք հրաժարվել, մենք ամենածանր պահին չենք հրաժարվել մեր ինքնիշխանությունից եւ անկախությունից։ Եվ մի ժամանակ մեր առաջ դնում էին մահ կամ ազատություն երկընտրանքը, մենք շրջել ենք այդ երկընտրանքի էջը, մենք մահ կամ ազատությունը փոխարինել ենք կյանքի պետությամբ։ Հայաստանի Հանրապետությունը այլևս մահ կամ ազատություն պետություն չէ, Հայաստանի Հանրապետությունը այլևս կյանքի պետություն է։ Այսօր էլ մեզ ուզում են դնել նոր այլընտրանքի առաջ, ելակ կամ պետություն։ Մենք չենք տրվելու այդ այլընտրանքից, բայց ես ուզում եմ ասել, որ դա նաև կեղծ այլընտրանք է, որովհետև մենք ընտրում ենք պետությունը, բայց դա չի նշանակում, թե մենք հրաժարվում ենք ելակից։ Ոչ, մենք ունենալու ենք եւ ելակ, եւ տնտեսություն, մենք ունենալու ենք արհեստական բանականության գործարաններ, մենք ունենալու ենք զարգացած էներգետիկա եւ Գեղարքունիքի մարզը Հայաստանի արևային էներգիայի խոշորագույն կենտրոնն է եւ այստեղ անսպառ էներգիայի աղբյուրներ կան եւ մենք ունենալու ենք եւ բարեկեցություն եւ անկախություն, մենք ունենալու ենք եւ զարգացում եւ պետություն։ Որևէ մեկը չմտածի, թե մենք մեր պետության եւ բարեկեցության միջև պետք է ընտրենք, ոչ, մենք ընտրել ենք արդեն, մենք ընտրել ենք, որ պետությունը հենց բարեկեցության գործիք է եւ մեր պետությունը մեզ պետք է բերի բարեկեցություն, մեզ պետք է բերի ազատություն, մեզ պետք է բերի երջանկություն եւ մեզ պետք է հարատև առաջնորդի սերնդեսերունդ, մենք այս երկիրը պետք է ժառանգենք եւ այսօր այս ընտրություններում հենց այդ խնդիրն է որոշվում, սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, 2026 թվականի հունիսի 7-ին մենք պետք է գնանք ընտրական տեղամասեր եւ պետք է կատարենք մեր ընտրությունը եւ պետք է տեր կանգնենք 2018 թվականից միասին անցած մեր ճանապարհին։ Այս է պատճառը, որ ես բոլորիդ կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ տեր կանգնել խաղաղությանը, այն խաղաղությանը, որը մենք միասին հաստատել ենք արդեն ավելի քան 10 ամիս եւ որը այսօր մեր ուրախության եւ հպարտության առարկան է։